Lucin Technologies տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամը գավառում գործում է 2015 թվականից։ Այն Գեղարքունիքի մարզի IT ոլորտի միակ հիմնադրամն է, որի առաքելությունն է նպաստել տարածաշրջանի և ՏՏ ոլորտի կայուն զարգացմանը։ Հիմնադրամի ստեղծման նախաձեռնողներն ու հիմնադիրներն են ֆիզմատ գիտությունների թեկնածու Արմեն Խաչատրյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը և ծրագրավորող Արտակ Դռնոյանը։ Հիմնադրամը բաց է համագործակցության համար, ընդլայնում է արտաքին համագործակցության ուղեծիրը և շատ արդյունավետ համագործակցում է Արևշատ հիմնադրամի հետ։ Հիմնադրամը կազմակերպում է ՏՏ ճամբարներ, ֆորումներ, քննարկումներ, համայնքային հանդիպումներ, ծրագրավորման մրցույթներ և այլն։ Lucin Technologies տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամի և Արևշատ հատուկ կարիքավոր երեխաների հիմնադրամի համագործակցության արդյունքում Together for Armenia վեբ հարթակի զորացման ինպաստ տեղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում օգոստոսի 7-ից 8 տեղի ունեցավ վերապատրաստման բաց դասընթաց արհեստական բանականություն և նեյրոնային ցանցեր թեմայով։ 2014 թվականից Արևշատ հիմնադրամը համագործակցում է UNICEF և Առաքելություն Արևելք կազմակերպությունների հետ։ Իրականացնում ենք Together for Armenia վեբ հարթակի հզորացում ի նպաստ համայնքների զարգացման ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում փորձում ենք մեր Սփյուռքում բնակվող արդեն հաստատված մեր հայրենակիցների միջոցով կապ հաստատել Հայաստան, Սփյուռք, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ մեր համայնքների զարգացման գործում, գիտելիքի, փորձի փոխանակման առումով։ Հիմնադրամը կարևորում է արտաքին համագործակցությունը և այս տեսանկյունից այսօրվա կազմակերպված բաց սեմինարը ևս մեկ միջոցառում է, որն ուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։ ՏՏ ոլորտի մասնագետը հրավիրվել էր Ռուսաստանի Դաշնությունից, ով անդրադարձավ IT ժամանակակից գիտաճյուղ հանդիսացող արհեստական բանականությանը, ինտելեկտուալ համակարգերի նախագծմանը, մեքենայական ուսուցմանը և ՏՏ ոլորտին առնչվող այլ հարցերին։ Հենց հիմա մենք քննարկում ենք այսպես կոչված նեյրոցանցերի, արհեստական նեյրոցանցերի կիրառումը տեղեկատվական ինֆորմացիոն ոլորտում։ Եվ մենք երեք խոսել ենք կա տեսություն, կոչվում է պատկերների ճանաչում, pattern recognition, այդ ոլորտից ենք խոսել, որը նույնպես մեթոդներ են եւ ալգորիթմներ են, որոնք ավելի մրցունակ կդարձնեն, ինձ թվում է, այն պրոդուկտները, որոնց վրա աշխատում են կոնկրետ խմբեր, կոնկրետ մարդիկ։ Երկօրյա դասընթացին մասնակցում էին Արմատ ինժեներական լաբորատորիաների խմբավարներ, սաներ, ոլորտի մասնագետներ, երիտասարդներ և թեմայով հետաքրքրված այլ անձինք։ Նրանց համար այսօրինակ դասընթացները տվեցին մի շարք ինչուների պատասխաններ և իրենց գիտելիքների պաշարը համալրեցին նորերով։ Բավական հետաքրքիր հագեցած բովանդակալից քննարկում էր։ Անգամ այն հանրահայտ ճշմարտությունները, որ ամբողջ կյանքում մենք գիտենք այսպես է, ինչպես ենք մենք սովորում, ինչպես ենք ընկալում ինֆորմացիան, քննարկման արդյունքում մենք նորովի բացահայտեցինք։ Ամենահետաքրքիր մասն ինձ համար դա մարդկային ուղեղի ու ՀՄ-ների, հաշվիչ մեքենաների մտածելակերպի, ալգորիթմական եւ ինտելեկտուալ մտածելակերպի միջև զուգահեռներ տանելներ եւ արհեստական բանականության աշխատանքի սկզբունքները բացատրելը։ Ու վստահաբար կարող եմ ասել, որ սեմինարից հետո բավական հարցեր պատասխանների իհարկե գտան, բայց այլ ավելի շատ ինչուներ առաջացան եւ բավական մտածելու նյութ տվեց։ Այս սեմինարի ընթացքում մեծ գիտելիքներ ստացա եւ շատ կարեւորում եմ այս ոլորտի մասնագետների հետ շփումը եւ ցանկալի է, որ այսպիսի սեմինարները հաճախակի լինեն։ Lucin Technologies տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ Վարազդատ Ավետիսյանի խոսքերով հիմնադրամը նպաստում է Հայաստանի Հանրապետությունում ՏՏ ոլորտի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը, բարձրագույն տեխնոլոգիաների վրա հիմնված կայուն տեղական արտադրության ստեղծմանն ու զարգացմանը, ձևավորում է համագործակցության ցանց միջազգային կազմակերպությունների, ՏՏ ոլորտում ներգրավված կամ ոլորտին առնչվող իրավաբանական և ֆիզիկական անձանց պետական կառույցների հետ, մշակում և իրագործում է սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր։ Տիգրան Վակիմյան, Վարդգես Խաչատրյան, Գեղամա օր։